Ամենամուլտիպլիկացիոն եւ կախարդական ողջույնները ձեզ իմ փոքրիկ տաղանդավոր նկարիչներ։ Եթերում մուլտիկնիկ մանկական ուսուցողական հաղորդումն է։ Ձեզ է ողջունում մուլտաշխարհի ամենաբարի նկարիչ Քերի Մուլտիկնիկը, ձեր սիրված մուլտիպլիկացիոն հերոսները եւ մեր SM փղիկ խալիքների խանութ սրահ։ Ինչալոց մեր խանութ սրահ, մեր փղիկը ձեզ համար նվերներ է պատրաստել, ուշադրություն, ինչ նվերներ են։ Խոսող տիկնիկներ, ավտոմեքենաներ, այնտեղ մաշան եւ արջուկը, այստեղ տղաների համար եւ աղջիկների համար հետաքրքիր պարագաներ, գրչատուփեր, նույնիսկ ունենք այսպիսի կախարդական գրատախտակ։ Դուք կարող եք նկարել եւ եթե ձեզ դուր չի գալիս, մի կոճակին սխմելով այն միանգամից ջնջվում է։ Սա էլ է որպես նվեր ձեզ համար սիրելի փոքրիկներ։ Հա, ողջույնները շարունակում եմ, հետո կասեմ թե ինչ ենք անելու։ Ձեզ նաեւ ողջունում եմ մեր ամենաբարի ժամապահ Քերին։ Այս տեսախցիկի ետևում է գտնում Քերի ողջույն։ Նա ձեզ թաթիկով է հանում։ Մեզ երկար ժամանակ կտա որպեսզի մեր այսօրվա մրցույթի մուլտիպլիկացիոն հերոսին նկարենք։ Տեսեք ինչ ենք անելու սիրելի փոքրիկներ։ Քերի Մուլտիկնիկը մի հետաքրքիր վերնագրով ձեզ խնդիր կտա։ Դե ասենք այսօր որոշել եմ այսպիսի վերնագրով հերոս նկարել։ Հորթուկը գիտեք ինչ է։ Դե կա կովիկ, ցուլիկ, նրանց բալիկը ինչ է։ Հորթուկ, հորթ է, ճիշտ է։ Հորթուկն ու կաղինը այսպիսի վերնագրով, բարդ վերնագրով նկար ենք նկարելու։ Դուք ձեր տատիկների, պապիկների, հայրիկների ու մայրիկների հետ միասին հորինելու եք մի փոքրիկ հեքիաթ կամ ուղղակի պատմություն շատ հետաքրքիր։ Նկարելու եք հորթուկին կաղինի հետ միասին եւ ուղարկեք Քերի Մուլտիկնիկին։ Մեր ամփոփող հասցեով։ Իհարկե, եթե դուք մարզերում եք ապրում, քաղաքի այլ մասերում եք ապրում, ուղարկում եք մեր հասցեով։ Իսկ եթե դուք ապրում եք Նոր Նորքի 5-րդ զանգվածում կամ ուղղակի Նոր Նորքում, ձեր նամակը, ծրարը կարող եք ձեզ հետ տանել SM փղիկ խալիքների խանութը, այնտեղ ունեն կախարդական փոստարկղ, այնտեղ ձեր նամակը գցում եք այնտեղ ու ձեր նամակը ավելի շուտ է հասնում Քերի Մուլտիկնիկին, որպեսզի դուք մասնակցեք մեր մրցույթին։ Ուշադրություն, գրում եք հորթուկն ու կաղինը կամ հորթը ու կաղինը։ Այսպես վերնագրում եք ու նկարում եք։ Պատրաստ եք, չէ՞։ Ձեր սպիտակ թղթիկները, գունավոր մատիտները, ռետինե ջնջոցը պատրաստ պահեք։ Հիմա նկարում ենք։ Այսպես ուրեմն։ Շատ դյուրին ձևով եմ, հեշտ ձևով եմ ձեզ սովորեցնելու նկարել, որպեսզի բարդություններ չլինեն։ Իհարկե, 4 տարեկանից մինչև 12 տարեկան կամ 14 տարեկան երեխաները կարող են մասնակցել մեր մրցույթին։ Իմ փոքրիկ բարեկամներ, սկսելու ենք դունչիկից։ Այսպեսի մի դունչիկ եմ ուզում նկարել։ Սա մեր հորթուկի կովիկի, լավ, այսպես ասեմ, որպեսզի հասկանալի լինի։ Դունչիկն է, այստեղ քթանցք եմ տալու 1 շերտիկով 2, որպեսզի կարողանա շնչել։ Հետո նոր գլուխն ենք նկարելու իմ փոքրիկ բարեկամներ։ Այսպես ուշադրություն, գնալով նեղացնելու են գծիկը, մազի թելիկներ եմ այստեղ անելու, զիգզագաձև գծիկով։ Քանի որ հորթուկ է։ Հետո աչքերն եմ նկարելու ձվաձև կլորիկ աչքեր։ Ուշադրություն, 1 2 Հիմա սևիկներն եմ այստեղ նկարում 1 իհարկե փայլիկով 2 շատ լավ է քանի որ հորթուկ է կոտոշները շատ մեծ չեն կարող լինել չէ կովերի ու ցլերի կոտոշները կարող են շատ մեծ լինել դրա համար հորթուկ է փոքրիկ է դեռ փոքրիկ կոտոշներ կանենք 1 2 հետո ականջները 1 կախ ականջներ ենք նկարում 2 ականջին խորություն ենք տալի 1 2 Ես ուզում եմ նրան նստած վիճակում նկարել դրա համար իմ փոքրիկ բարեկամներ այ այստեղից ականջի ներքևի մասից այսպեսի գոր գծիկ ենք անելու մեջքի կողմը նկարեցինք տազիկը նկարեցինք ես հիմա ուզում եմ այ այստեղից դնչկի մասից այստեղից դիմացի ոտքը նկարեմ այսպես գետնին համարյա թե դրված այստեղ կճղակ
չգիտեմ, կովիկներին կճղակ է թե սմբակ։ Կճղակ, ինչպես ոչխարներին է։ Հետո ոտի կծալենք առաջ, այստեղ էլ ձախ ոտքի կճղակը կնկարենք։ Կամ սմբակը։ Ինչպես ցանկանում եք, այդպես էլ անվանենք։ Կշարունակենք բդիկը, օպ, հետո փորիկն եմ այստեղ նկարելու։ Մարմին, եթե նկատում եք, ես առանձնացրի փորիկը մի այլ գույնով կնկարենք եւ մարմինը գուցե չալպտուրիկ նկարենք մեր հորթուկի։ Մյուս ոտքը, աջ ոտքը, մի փոքր այս մասից կերևա։ Ոտիկով հանդերձ։ Աջ ձեռքը, սիրելի փոքրիկ բարեկամներ, այստեղից կպարզենք առաջ։ Այսպես։ Կճղակը կամ սմբակը կծալենք ձեռքի նման, քանի որ մուլտիպլիկացիոն կերպար է, այսպես առաջ կծալենք։ Այստեղ արդեն երկրորդ տերևիկն ենք նկարում, այսպես գծիկներ ենք տալու։ Եվս մեկ տերևիկ այս մասում կնկարեմ նոր արդեն կաղինը։ Թե ինչ պատմություն եք հորինելու, ինչ շատ հետաքրքիր է, ասենք կովիկը ինչ կապ ունի կաղինի հետ։ Այ հենց դրա համար էլ, սիրելի փոքրիկներ, մի փոքր բարդ խնդիր եմ տվել, որպեսզի այս պատմությունը, փոքրիկ հեքիաթ պատմությունը հորինեք, նայեք կաղինը ինչպես եմ նկարում, նախ կաղինի գլխարկն եմ նկարում, հետո ներքևի հատվածը։ Այս պատմությունը հորինեք, թե ինչ կապ ունի հորթուկը կաղինի հետ, ուղարկեք Քերի Մուլտիկնիկին։ Լավագույն պատմության հեղինակը, նկարի հեղինակը Քերի Մուլտիկնիկի կողմից կճանաչվի հաղթող եւ կստանա այս հետաքրքիր խաղալիքները, իմ փոքրիկ բարեկամներ, բա։ Հիմա հորթուկի պոչիկն եք նկարելու այս մասից ուշադրություն, այստեղից ուրեմն դեպի վերև այսպիսի մի գծիկ եմ անում, կարող եմ մատիտը փոխել, արդեն հաստ մատիտով կարելի է նկարել։ Ուշադրություն, պոչիկը շարունակում ենք ու վրձնի նման վերջույթ, օպ։ Հիմա նաև, քանի որ հաստ մատիտը մեր ձեռքում է, մեր հորթուկին կարող ենք մի քիչ հաստացնել։ Ընդգծվի։ Այսպես, օպ, այսպես, օպ։ Համերը ավարտեցին, քիչ հետո մենք արդեն իմ փոքրիկ բարեկամներ սկսելու ենք ներկել։ Ոտքերը։ Ես ուղղակի ընդգծում եմ ձեր հերոսը ավելի պատկերավոր երևա։ Այսպես, շատ լավ է, անցնենք, գլուխն էլ ընդգծենք, հա։ Գլուխն էլ ընդգծենք, սիրելի փոքրիկ բարեկամներ։ Ավելի լավ երևաց, չէ։ Մեր հորթուկի գլուխը։ Այսպես ականջները, պոզիկները, եւ վերջ։ Հիմա ես մարգագետինը կառանձնացնեմ, այսպես իմ փոքրիկ բարեկամներ, մազիկներ կանեմ պոչիկի վրա, ուզում եմ խալիկներով նկարենք մեր հորթուկին։ Այսպես, աչքը այսպես ես կընդգծեմ, ունքեր կտամ, այս աչքի վրա խալիկ կանենք, օպ։ Հիմա մարմնին ենք խալիկներ անելու։ Մեջքի վրա խալիկներ, այսպես ուրեմն ոտքի, կզակի այս մասում, ոտքի վրա, դե ոտ, կարելի է ձեռք անվանել, այստեղ մյուս ձեռքի վրա, այստեղ ևս մեկ խալիկ, կովիկին սպիտակ կանենք, խալիկները երևի թե շագանակագույն, այսպես շատ լավ է, փորիկը չենք անի, մեկ էլ պոչիկի վրա կարելի է մի քանի խալիկներ անել, այսպես։ Այ հիմա իմ լավ բարեկամներ, վերցնում ենք շագանակագույն մատիտը եւ խալիկները ներկում ենք։ Տեսեք։ Հիմա ես ընդգծում եմ աչքը սկզբից, որ սպիտակ մնա։ Հետո խալիկն եմ ընդգծում ամպիկի նման։ Ովքեր նոր են մեզ միացել, հիշեցնեմ սիրելի փոքրիկներ, որ հիմա մենք նկարում ենք հորթուկն ու կաղինը վերնագրով մի մուլտիպլիկացիոն պատմություն, որ դուք պետք է հորինեք ուղարկեք Քերի Մուլտիկնիկին, հա, դա արդեն մրցույթին է վերաբերում, SM փղիկի կողմից, դուք սիրելի փոքրիկներ նկարում, հորինում եք պատմությունը եւ ուղարկում Քերի Մուլտիկնիկին։
լավագույն նկարի եւ պատմության հեղինակները կստանան այս մեր տաղավարում գտնվող խալիքները։ Հիմա խալիքները տեսեք ինչ գեղեցիկ եմ ներկում։ Այսպես խալիքներն ենք ներկում, իմ լավ բարեկամներ, շագանակագույն մատիտով ընդգծում ենք պատկերը եւ ներկում, փոչիկն ենք անելու, որտեղ խալիք եք տեսնում, անպայման ներկեք շագանակագույն։ Այսպես ավարտում ենք խալիքները մեր հորթուկի եկեք մազերնել այսպես մի փոքր գծիկներով շագանակագույն ներկեմ։ Վարդագույն մատիտը ուր է, ահանա, ականջին խորություն ենք տալու վարդագույն մատիտով։ Այսպես դունչիկն եմ ես այսպես ընդգծելու վարդագույն մատիտով, առանձնացնում եմ ուղղակի։ Նույնիսկ ծախակողմի եւ աչակողմի մասերից կլորացնելու եմ։ Այսպես քթանցքը ավելի մուկ։ Так, այսպես ռուսերեն բառ օգտագործեցի։ Так, այսպես։ Պոչիկի վերջույթը շագանակագույն, հիմա կանաչ մատիտն է մեզ օգնության գալու, ինչու, որպեսզի կաղինի տերևիկները մենք կանաչ ներկենք։ Շատ լավ է։ Այսպես տերևիկները ներկեցինք, վերցնելու եմ սիրելի փոքրիկ բարեկամներ մուգ դեղին մատիտը եւ շագանակագույն մատիտը։ Տեսեք, գլխարկները կաղինի մուգ շագանակագույն եմ ներկելու, մի փոքր աչակողմյան մասից ներքևի հատվածը ընդգծելու եմ եւ մուգ դեղին մատիտով ամբողջովին ներքևի կլորակը։ Վերջ։ Մուգ դեղին մատիտով նաեւ ներկելու ենք պոզիկները։ Այսպես 1 2 շատ լավ է, ընդգծեմ նաև աչքը, փորիկը կա, սևուր է, ուզում եմ կճղակները կամ սմբակները, ինչպես ցանկանում եք անվանել, սև մատիտով այսպես մի փոքր ներկել, այսպես, այսպես, շատ լավ է, բաց դեղին մատիտը ուղղակի վերցնում ենք, թեթև, շատ քիչ, ամբողջովին չենք ներկում, սպիտակին երանգ ենք տալիս, սպիտակ թղթիկից առանձնացնելու համար, ձեռքն ու ոտքը փորիկից առանձնացնելու համար, այսպես ականջները մի փոքր կընդգծենք, ոտիկները, այսպես շատ լավ է, խոտիկներ, մարգագետինը կառանձնացնենք սիրելի փոքրիկներ կանաչ մատիտով, այսպես եկեք ընդգծենք, նոր ներկենք ամբողջովին, այսպես ընդգծում ենք, այստեղ էլ, սկսում ենք մարգագետինը ներկել, երևի անտառում մեր հորթուկը ծառի ճյուղից պոկված կաղին է գտել, մնացած պատմությունը արդեն դուք ինքներդ կարող եք հորինել։ Հիմա կապույտ մատիտով էլ ուղղակի մեր հերոսին հասկանանք ինչքան ժամանակ է մնացել քերի։ Մի րոպե, շատ քիչ ժամանակ է մնացել, 3 րոպե, ուղղակի սպիտակ թղթիկը ճնշենք կապույտ մատիտով, մեր հերոսը ավելի լավ երևա, այսպես, դուք սրա փոխարեն իմ փոքրիկ բարեկամներ, ես ամպիկներ եմ անում, չէ, դուք կարող եք անտառը նկարել թե մեր հորթուկը որտեղ է գտնվում, ըստ ձեր պատմության, ես ձեր նկարով կհասկանամ եւ ձեր պատմությունով կհասկանամ, թե մեր այս հետաքրքիր հերոսը, հորթուկը, որտեղ է գտնվում։ Վերջ, իսկ մենք նկարը համարում ենք ավարտված։ Հորթուկն ու կաղինը վերնագրով այս մուլտիպլիկացիոն կերպարը պատրաստ է իմ փոքրիկ բարեկամներ, ուղղակի դուք պետք է պատմություն հորինեք եւ ուղարկեք քերի մուլտիկնիկին։ Այն փոքրիկները, ովքեր մարզերում են ապրում, քաղաքի տարբեր մասերում, իրենց պատմություններն ու նկարները կարող են ուղարկել մեր ամփոփող հասցեով,
Փոստով քաղաք Երևան, Ալիխանյան եղբայրներ 2 կենտրոն հերոստանգերություն մուլտիկնիկ հաղորդմանը։ Իսկ ովքեր ապրում են Նոր Նորքում, հատկապես Նոր Նորքի 5-րդ զանգվածում, կարող են իրենց ծրարները, նամակները տանել SM փղիկ խաղալիքների խանութ սրահ, որը գտնվում է Նոր Նորքի 5-րդ զանգված Արտեմ Նիկոյան 14 հասցեում, այնտեղ կա կախարդական փոստարկղ, ձեր ծրարները գցում եք այնտեղ, նամակները, ծրարներն ու պատմությունները ավելի շուտ կհասնեն քերմոտիկնիկին։ Բա, այսքանը։ Ժամանակն է հրաժեշտի քերին ասում է ժամանակը մոտենում է ավարտին։ Այս խաղալիքները, սիրելի փոքրիկները, ձերը կդառնա, եթե դուք մասնակցեք մեր մրցույթին։ Մեկ ամսվա ընթացքում, իհարկե։ Լավ, ժամանակն է հրաժեշտի, ժամապահ քերին, մեր նոր հերոսը, հորթուկը կաղինով, մուլտ աշխարհի բոլոր հերոսները, SM փղիկը իր առատաձեռ խանութ սրահով, տեսեք ինչքան խաղալիքներ է ձեզ համար պատրաստել, եւ քերի մուլտիկնիկը հրաժեշտ են տալիս։ Կհանդիպենք հաջորդ հաղորդմանը վաղը, այսինքն մենք ձեզ հետ էլի կնկանենք մի նոր մուլտիպլիկացիոն կերպար, հենց այդ կերպարն էլ կմասնակցի մեր մրցույթին։ Այդտեղ էլ որ հաղթեք, այսպիսի խաղալիքներ կստանաք։ Վերջ։ Իսկ հիմա աշխարհի ամենակախարդական խոսքը։ Միշտ օր հանդիպում եւ ալբուլդա։ Oh.